Բարի երեկո հարգելի հետևորդներ, Արմաթ մեդիայի եթերում հարցազրույցն է, զրուցակիցս այսօր արտակարգ եւ լիազոր դեսպան, դիվանագետների համահայկական խորհրդի համահիմնադիր, ինչպես նաեւ Ուժեղ Հայաստան կուսակցության աջակից Վահագն Մելիքյանն է։ Բարի երեկո, պարոն Մելիքյան։ Բարի երեկո։ Պարոն Մելիքյան, եւ այսպես ընտրությունները ավարտվեցին, ընդդիմությունը հայտարարեց տոտալ ընտրախախտումների եւ ընտրակեղծարարությունների մասին, անվավեր հռչակեց կենտրոնական ընտրական հանձնաժողովը 2 ընտրատեղամասի արդյունք, սակայն օրենքով նախատեսված վերաքվեարկություն այդ ընտրատեղամասերում չնշանակեց։ Այս ամենի հետևանքով Բարգավաճ Հայաստան կուսակցությունը դուրս մնաց խորհրդարան մտնելու, այսպես ասած, չունեցավ խորհրդարան մտնելու հնարավորություն։ Այն ուժերի վերադասավորումը, որ հիմա մենք տեսնում ենք խորհրդարանում, ձեզ ինչպիսի հույս է տալիս։ Սա իշխանափոխությանը տանող խորհրդարան է լինելու, թե մենք ունենալու ենք 5 տարի անընդմեջ աշխատող գործող խորհրդարան եւ Փաշինյանը խոշոր հաշվով 3-րդ ժամկետով մնալու է որպես Հայաստանի վարչապետ։ Տեսեք, ես չէի այսպես գնահատի, որ ամեն ինչ ավարտված է, ամեն ինչ դեռ նոր է սկսվում ըստ իս եւ ռազմավարական առումով, եթե ընդհանուր նայում ենք գործընթացներին, ապա ճիշտ հաշվարկի եւ այսպես ասենք ճիշտ ճանապարհային քարտեզի պարագայում նույնիսկ հնարավորություններ կան եւ այդ պատոհանները երևում են, այդ լույսերն են երևում, հնարավորություններ կան իրավիճակը շեշտակի փոխելու։ Այստեղ խնդիրը դիմադրողականության, համբերատարության, պրոֆեսիոնալիզմի, ինչու ոչ հաշվենկատության եւ հեռատեսության մեջ է։ Առաջին հայացքից, կարծես այդ առաջին ժամերին, երբ որ այդ խոշոր, այսպես դարակազմիկ նույնիսկ լկտիությունը կատարվեց ընտրությունների անմիջապես հաջորդ գիշերը եւ կոպտագույն չէ, ես շատ բան մեղմ բառ եմ ընտրում, էլի, այդ ձև ստորացուցիչ քայլ անելով մի ամբողջ ժողովրդի նկատմամբ, երբ որ քո ընտրատեղամասերում 10-15%-ն է ընդամենը նախնական հաշվարկված եւ վեկանալու հայտարարել, որ ընտրությունները հաղթել ենք եւ միանձնյա հնարավորություն ենք ստանում խորհրդարան ձևավորելու, սա պարզապես դուրս է բոլոր հնարավոր եւ անհնար պատկերացրած թե միջազգային իրավունքի նորմերից, թե ընդհանրապես ընդունված բարոյական նորմերից եւ այլն։ Հենց սրա մասին է խոսում, հասկանում եք, որ օրվա վարչակազմը այլևս մտել է հոգեվարքի փուլ եւ այս փուլը ինչքան երկար կարող է տևի, ըստ իս ամենաշատը արդեն կախված է ընդդիմությունից։ Պարոն Մելիքյան, դուք ասում եք, որ ճիշտ ճանապարհային քարտեզի պարագայում լուծումները կան։ Դուք երբ ասում եք ճիշտ ճանապարհային քարտեզ, ընդդիմության ինչպիսի գործողություն եք պատկերացնում։ Նախ առաջին հերթին ես ընդդիմության միասնական գործողություն եմ միանշանակ պատկերացնում։ Ցավալի է իհարկե, որ ընդհանուր process-ը ես նկատի ունեմ նախընտրական շրջանում եւ բուն քարոզչության շրջանում միգուցե ինչ որտեղ մարտավարական իմաստով արդարացված էր, բայց այնուամենայնիվ այդ կոորդինացիայի որոշակի այսպես դեֆիցիտը զգացվում էր։ Բայց դա որևէ ձևով այսօր էլ չի խանգարում ընդդիմությանը միասնական աշխատելու։ Եվ այստեղ բնավ խնդիրը միայն արդեն խորհրդարան անցած եւ հաստատված ընդդիմության մասին չէ։ Հիմա ես տեսնում եմ, որ ամբողջ բեռը թողնված է նրանց վրա։ Նույն արտախորհրդարանական հատվածում ես չեմ տեսնում օրինակ բողոքի ակցիաների գեներացիա։ Դե տեսեք, արդեն կա առաջին քայլը, որը ես շատ կարևորում եմ, դա 6 ընդդիմադիր ուժերի կողմից կատարված հայտարարություն է, որը բավականին չմիացավ միասնության թևերը։ Միասնության թևերը, այսպես կարող եմ ասել, կիսատ միացավ, ինքը կարծես թե պաշտպանեց կամ իր աջակցությունը հայտնեց այդ հայտարարությանը, բայց հիմնական իր քայլերի հաջորդականությունը հիմնավորեց, որ իրենք էլ առանձին հայցով են հանդես գալու սահմանադրական
դատանում, հետևաբար սա մեկը մյուսին չի հակասում։ Իհարկե ցանկալի կլիներ, որ 7 ուժ լինեին, որքան շատ այնքան լավ, բայց այնուամենայնիվ եկեք ընդունենք, որ պատմության ընթացքում ես չեմ հիշում թերևս որևէ դեպք, որ 6 ուժեր, ընդ որում բավականին հակոտնյա, այսպես կամ հակասական տարբեր ճամբարներում գտնվող ուժեր, այնուամենայնիվ իրենց մեջ գտան այդ կամքը եւ կարողացան համախմբվել։ Ինչ է տալիս այս հայտարարությունը։ Նայեք, այս հայտարարությունը առաջին հերթին որևէ տեսակի հայտարարություն ընդդիմադիր թևից ինչ է տալիս։ Տեսեք, միշտ այդ կարծիքը կա, որ դե հայտարարություն ասելով, մենակ հայտարարություն անելով տեղ չեն կարող հասնել։ Բայց այդպես չէ։ Այդպես է եւ չէ։ Բացատրեմ ինչու։ Նախ հայտարարությունը ինքնին արդեն որոշակի միակամության գաղափար է հետապնդում։ Հայտարարությունը միայն հայ ժողովրդին ուղղված չի, հայտարարությունը կարդում են նաև Հայաստանի սահմաններից դուրս, այսպես կոչված միջազգային դիտորդներից զատ, նաև միջազգային տեսեք, այդ աջակցությունը այնպես չի, որ հալած յուղ է, հա, ամեն ինչ, այդ աջակցությունը ունի գին։ Եվ այդ գինը գնալով ավելի վճարում է այդ գինը, դեռ փորձում է վճարել, բայց այդ գինը գնալով պիտի բարձրանա։ Հիմա Փաշինյանը պատրաստ է լինելու այդ ավելի բարձրացած նշաձողի գնին նույնիսկ անգամ մոտենալ։ Ինչ է ակնարկում, երբ ասում եք գինը պետք է բարձրանա։ Տեսեք, հիմա ամբողջ քարոզարշավը ինքնին, նախընտրական շրջանը ինքնին, 3 էլ նույն վարչախմբի ղեկավարի կողմից բարձրացված այդ ելույթի ընթացքում բարձրացված իր պատկերացմամբ սենսացիոն, բայց մեր պատկերացմամբ բնական գծի մեջ, իր բնական գծերի մեջ հայտարարությունը խոսում է այն մասին, որ Հայաստանում ներհայաստանյան process-ները այլևս արտահանված են։ Սա այն ամենավտանգավոր բանն է, որ երբևէ այս վարչախումբը այս 8 տարիների ընթացքում ճակատագիրը երբ արտահանված է։ Ցավալին գիտեք որն է, որ Հայաստանի ճակատագիրը Հայաստանը չի որոշում։ Ով է որոշում։ Էսա որոշում են տարբեր բևեռների, շատ հակասական բևեռների եւ իրար լուրջ հակոտնյա կանգնած կողմերը։ Բայց փաստորեն Փաշինյանի ստացվում է խաղալ երկուսի հետևից։ Այդ խաղերը ախր տենց չեն, այդ խաղերը խաղալու համար դու առաջին հերթին պիտի ունենաս շատ լուրջ եւ բարձրամակարդակ դիվանագիտություն, որը այսօր չկա։ Դե ուրեմն խաղում է այդ վերջին վերջնախաղը։ Endspiel են ասում դրան շախմատային տերմինով։ Այո, Փաշինյանը մտել է իր Endspiel-ի շրջանը։ Ինքը լեգիտիմ չի, սա միանշանակ է եւ Իրանից լավ որևէ մեկը սա չի հասկանում, այլապես գիշերվա ժամը 2-ին այդ հայտարարությունը չեր անի։ Ինչն է խանգարելու, որ ոչ լեգիտիմ Փաշինյանը 5 տարի իր ԿՊԱ-ական падգամավորներով ինչ ուզի անի։ Հիմա եկանք հասանք այն ամենակարևոր կետին։ Հիմա դուք այնպես եք խոսում, որ կարծես միայն Փաշինյանն է հայ իրականության մեջ եւ հայ իրականության Դե օրենքներ է իր ԿՊԱ-ականների ձեռքը, օրենքը փոխելն է։ Այդ բացարձակ կապ չունի։ Եթե դու դիմադրում ես, եթե դու կարողանում ես ըմբոստանաս, ոտքի կանգնես եւ քո փողոքի ձայնը հասցնես ոչ թե հակասահմանադրական ճանապարհով են ինչ որ արել է Փաշինյանը եւ ԿՊ-ն, այլ սահմանադրական, իրավական, ճիշտ ճանապարհով կարողանաս ռազմավարությունդ այնպես մշակել, որ եթե անգամ պիտի վերցնես այդ մանդատները, ոնց ասեմ, այդ բան կա, չէ, այդ մանդատաձգտում կա ինչ որ, բայց այդ ամեն ինչը պիտի արդարացված լինի, որովհետև դու այլևս կրում ես պատասխանատվություն։ Տեսեք Հայաստանում ընդդիմությունից, երբ ասում եք մանդատը որ վերցնում եք արդարացված։ Ես ձայն եմ տվել ընդդիմությանը եւ ընդդիմությունն էլ այդ պատասխանատվությունը ստանձնել է, որպեսզի կարողանա իմ ձայնը պաշտպանել։ Սա նորմալ քաղաքակիրթ ճանապարհն է։ Իշխանություն ոչ, հենց ընդդիմություն լինելու ճանապարհի մասին ասում։ Չէ, իրենք ասել են մեզ ձայն տվեք, գանք իշխանություն եւ հեռացնենք Փաշինյանին։ Հիմա չեն եկել մարդիկ իշխանության, ինչ անեն, մանդատները չվերցնեն գնան տուն, մանդատները վերցնեն գնան ազգային ժողով։ Մենք նորից ընկել ենք նույն շրջապտույտի մեջ, այդ ճահճային շրջապտույտ եմ ես դրան ասում, բերել հարցը այնքան է նեղայնացվել այդ մանդատ չվերցնելու կամ վերցնելու խնդրին։
Սա շատ սխալ մոտեցում է։ Ճիշտը ո՞րն է այդ դեպքում։ Ճիշտը ավելի ասեցի, ճիշտ մոտեցումը, քայլ համար 1 ընդդիմությունը պետք է հանդես գա միասնական դիրքեր։ Հիմա ուժեղ Հայաստանը որպես ընդդիմության լոկոմոտիվ, ինքը ուղղակիորեն հավաքել է ամենաբարձր տոկոսով ձայները։ Ինքը առաջին հերթին պիտի կարողանա իր շուրջը համախմբել թե անցած ուժերին, հիմա ուժերին եմ ես ասում, որովհետև ես խորը համոզմունք ունեմ, որ այդ 1000-րդական տոկոսները եւ այն ստորությունն ու լկտիությունը, որ արեցին Բարգավաճ Հայաստանի հետ, այսինքն քեզ համար այս են պլյուս մինուսն է, էլի հասկանում եք, այդ քեզ համար 50,000 պլյուս 60,000 մարդու ձայն փոշիացվեց։ 60,000 մարդու ձայն դու ուղղակի փոշիացրել ես, ոչ թե փոշիացրել, քո մեկ գրչի հարվածնել չի։ Երևի WhatsApp-ով հերթական մեսիջն է գնացել, որ հանկարծ չլնեմ, չիմանամ գլուխներդ կթռնի վրաներից հետ, եթե հանկարծ փորձեք Բարգավաճին անցկացնել։ Ես համարում եմ, որ Բարգավաճը անցած ուժ է, սա միանշանակ է եւ այստեղ որևէ իրավաբանությունը ինքնին այնպիսի խորը ու լայն ու մեծամասշտաբ գործիքակազմ ունեցող գիտություն է, որ քարը քարին ուղակի չի մնում որևէ պարագայում, հասկանում եք։ Սկսած նույն վարչական դատարանի որոշումը ուղակի անտեսելուց եւ անելուց այն ինչ որ իրենք պետք է անեն, վերջացրած այդ նույն լկտի լեքսիկոնը, որը երևի պիտի մարդկանց զգուշացնել, որ վերջացել է արդեն այդ ձեր քարոզչությունը, աշխատեք մի քիչ գետնի վրա, դե դրա համար եմ ասում։ Իրանց համար իրենք նորից եմ ասում, իրենք շարունակելու են այս ագրեսիվ կեցվածքը։ Հիմա, եթե ագրեսիվ կեցվածքին հնարավոր է լինում դիմադրողական մի այնպիսի պատ կառուցել, որ իրենք անընդհատ այդ ագրեսիվ կեցվածքով գան ու բախվեն, որովհետև այս ագրեսիվ կեցվածքին պիտի հաջորդի արդեն շանտաժը։ Շանտաժը եւ մարդկանց շանտաժը եւ այո, սա արդեն մարդու իրավունքների խնդրից սկսած վերջացրած ուղակի ոտնակոխ անելն է ամեն ինչ։ Ավտորիտարիզմը ուրիշ ձևով չի լինում, հասկանում եք։ Փաշինյանը հայտարարել է գլխատելու է ընդդիմության առաջնորդներին։ Այս պահին, երբ մենք իրականացնում ենք նկարահանումը, դատարանը քննում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը։ Դատարանը քննում է Ուժեղ Հայաստան կուսակցության падգամավորի տեխնացու Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը։ Իշխանությունը ԿՊ-ն արդեն 3 Նիկոլ Փաշինյանը արդեն անոնսեց, այս շարքը շարունակական է լինելու։ Եվ այս ամեն ինչին զուգահեռ մենք տեսնում ենք, այո, ընդդիմության առաջին ուժը Ուժեղ Հայաստանն է իր հավաքած ամենաշատ քվեներով, բայց մյուս թևերի կողմից մենք քայլ չենք տեսնում։ Լավ 6 կուսակցություն միացավ, հայտարարություն արեց, հետո, որովհետև եթե այդ հետոն չկա եւ իդեպ գետնի վրա աշխատող քայլերով չկա փողոքի ակցիաներ, եռացող փողոց, ամբողջ բեռը մնում է Ուժեղ Հայաստանի Հայաստան դաշինքի վրա եւ նրանք այդ բեռի տակ մնում են միայնակ։ Հետևաբար պիտի շատ շտապ, շատ արագ, առանց էմոցիաների, շատ սառնասիրտ ձեռնարկվի քայլերի մի այնպիսի հաջորդականություն, որը նախ առաջին հերթին կկարողանա այդ 6 ուժերին համախմբված իրար կողք պահել։ Սա շատ կարևոր հանգամանք է, որովհետև գիտեք, տենց հայտարարությանը կարող ես միանալ, ստորագրությունը դնել եւ որևէ process չձեռնարկել։ Այստեղ նորից եմ կրկնում, հիմնական այո, պատասխանատվությունը եւ ծանրությունը ընկնում է բարձր տոկոսներ հավաքված ուժերի վրա, բայց դա որևէ ձևով չի ազատում ցածր տոկոս հավաքած ուժերին, որպեսզի իրենք նույնպես որոշակի նախաձեռնություններով հանդես գան, ինչը նշանակում է, որ պիտի նստել քով-քովի, պիտի նստել մի սեղանի շուրջ եւ փորձել գեներացնել միասնական լրջագույն ռազմավարություն, ճանապարհային քարտեզ, քայլերի հաջորդականություն։ Նորից եմ կրկնում, էմոցիաներից զատ հաշվարկված բոլոր հնարավոր եւ անհնար հարվածները, որ կգա Փաշինյանական, այսպես ասենք, դաշտից եւ ըստ այդմ քայլել առաջ, որևէ կերպ չհուսահատվել։ Նայեք ինչա կատարվել ընդհանուր, հա, եթե ընդհանուր մասնակիցներին եւ Փաշինյանին, ոչ Փաշինյանին քվեարկված
քաղաքացիների պարզ գումարը, որ նայում ես, Փաշինյանը շատ ավելի քիչ ձայն է հավաքել, քան այդ բոլորը միասին։ Ինչը նշանակում է, որ անկախ, այսպես ասենք, սիրելուց կամ չսիրելուց, ընդունելուց կամ չընդունելուց, ատելուց կամ նվիրվելուց, միևնույնն է, Փաշինյանը այդ թվերը ինքը տեսնում է, առաջին հերթին ինքն է տեսնում։ Եվ դրա փաստը ինքը շատ ավելի ագրեսիվ եւ շատ ավելի վտանգավոր է դառնում, որովհետեւ երբ որ դու չես իջեցնում այդ ամպլիտուդը, այդ բանի, գիտեք, ատելության, որովհետեւ սա ատելության մի նոր մեխանիզմ է հիմա ներդրվում մեր հասարակության մեջ, վերջնանպատակը պառակտելը այդ 730 պլյուս 1000 ձայները մարդկանց, հա, ովքեր որ գնացել են եւ քվեարկել են ոչ Փաշինյանի օգտին։ Ես չեմ բացառում, որ մեկ էլ հանկարծակի հարվածներ կգնան, ասենք, թեկուզ այդ 6 ուժերից որևէ մեկին, 6-ից զատ այնտեղ կանելի որոշակի ուժեր նրանց։ Այսինքն ամեն ինչ արվելու է, որ շանտաժով եւ այստեղ խնդիրը այն չի, որ մի ամբողջ ինստիտուտ նստած դրա վրա աշխատում է, այստեղ մի մարդու ձեռքում է արդեն հայտնված ամեն ինչը, բոլոր թելերը, երևացող եւ չերևացող, եւ այդ մարդը նույն Նիկոլ Փաշինյանն է։ Սահմանադրության փոփոխության հարցը ինչպես կլուծի, պարոն Մելիքյան, որովհետեւ այո, Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում այսպիսով չունի մեծամասնություն, այնպիսի, որ կարողանա սահմանադրություն փոխել, բայց մենք գիտենք, որ Ադրբեջանն ասում է, քանի դեռ Հայաստանի սահմանադրությունը չի փոխել, ոչ մի խաղաղության պայմանագիր։ Հիմա այս հարցը ինքը ինչպես է լուծելու։ Երբ դուք ասում եք ատելության դոզան ավելացնում է, ատելության դոզայի ավելացումը սահմանադրությունը փոխելու process-ի հետ կապվում է, թե չէ։ Միանշանակ կապվում է, որովհետև վերջի վերջո, եթե զարտուղիներով, օրենքը ոտնահարելով, իսկ մենք արդեն բազում անգամ համոզվել ենք, որ ինքը պատրաստ է այդ սահմանադրությունը ոչ միայն տրորել, պատրել, թափել, իր սահմանադրությունը գրել, իր ցանկացածով անել, անընդհատ մարդկանց վախեցնելու, սպառնալու, այդ վատ կանխագուշակումները ուղեղների մեջ լցնելու, մարդկանց ուղղակի հեռու պահելն է լինելու հնարավոր, եթե կգնա նույնիսկ այդ քայլին, վաղվա հնարավոր հանրաքվեից, հասկանում եք, այսինքն ունի տարբերակ հանրաքվեի չգնա եւ ազգային ժողովով նման հարց լուծի, ես այս օրերին պարոնելիքին շատ եմ լսում, սա իրավաբանական հարց է, բայց արդյոք Փաշինյանի պարագայում ճիշտ է իրավունքին եւ օրենքին հողում անել, այս օրերին շատ եմ լսում տարբեր ընդդիմախոսների կողմից, որ այ օրենք արգելում է Փաշինյանին անել, սա անել, նա անել, նա եւ հետո ինչ արգելում ենք, միևնույնն է դա անում է, օրենքը նրան արգելում էր ձևավորել այնպիսի սահմանադրական դատարան, որ ինքը ձևավորեց, հատիկ ընտրեց բոլոր այն մարդկանց, որոնք այնտեղ աշխատում են։ Հիմա ճիշտ է արդյոք ընդդիմությունը անում, երբ ասում է նա չի կարող, օրենքը նրան արգելելու է։ Այսպես փափուկ բաց չեն դնում նաև։ Անշուշտ, հենց դրան էլ տանում է Փաշինյանը, որ անմիջապես դու մտնես հենց այդ խոսույթի մեջ, ինչ որ ինքը սկսել է, եւ փորձես այդ խոսույթին հակադարձես։ Սա ոչ միտեղ տանող ճանապարհ է։ Դու անընդհատ պիտի փորձես գտնել ելքեր Փաշինյանից մեկ քայլ առաջ հայտնվել։ Որն է այդ ելքը։ Ամբողջ խնդիրը որ նրա օրակարգի հետևից չգնան, այլ իրենք օրակարգ թելադրեն։ Որն է։ Հիմա այն ինչ որ դուք ասում եք, այդ իրավական կողմի հետ կապված, հա, դա զուգահեռ process է, որը պարտադիր պիտի կատարվի։ Որովհետև այնուամենայնիվ որքան էլ որ մենք խոսենք այդ երկակի, քառակի, տասնյակի ստանդարտների մասին, չկա տենց բան։ Կա ինչ-որ մի հատ սահմանագիծ, ինչ-որ պրիդել, որից այն կողմ արդեն դու իրավունք չես ունենալու այդ քայլը անես, որքան էլ որ այն իմ ասած գինը քո առջև բարձրացնեն եւ որքան էլ դու ճղվելով մեջտեղից փորձես այդ գինը վճարել։ Որն է այդ գինը։ Ինչ-որ մի X պահի գինը հերթական փաթեթային զիջումները։ Գինը, այստեղ մի խնդիր կա դրված, հասկանում ես, դու մնում ես իշխանության, մենք դա դեռ երաշխավորում ենք, բայց այդ բայցը արդեն հսկայական լիստեր են, ընդ որում տարբեր կողմերից։ Փաշինյանին հանճարեղ հաջողվել է իրար հետ պատերազմական իրավիճակում գտնվող երկու բևեռների
այդ բախման հիմնական կիզակետը դարձնել Հայաստանը։ Սա ամենավատ, ամենավտանգավոր, այսպես անընդունելի տարբերակն է ընդհանրապես, եթե վերցնենք Հայաստանի ապագայի հետ կապված, բայց դա իրան հանճարեղ հաջողվել է։ Հիմա, եթե քեզ 10 անգամ հաջողվում է, դա չի նշանակում, որ 20-ն էլ պիտի հաջողես, որովհետև նորից եմ կրկնում, ինչպես կասեր մեր շատ սիրելի Բագրատ Սրբազանը, կամ մի պա, երբ որ քո խոփը իսկապես քարին է դեմ առնում։ Եւ բան չի էլի, եթե այդքան վաղուց է դեմ առել։ Վաղուց է դեմ առել Աղավնի ջան, եկեք սա ֆիքսենք, հա, ես սա ինչ որ երազական բաներ չեմ ասում։ Դրա վառ ապացույցն է, նորից եմ կրկնում, այն տրամաբանական ձայն ունի, այն տրամաբանական չունի ինքը այդ ձայնը։ Հիմա ոնց դե Հայաստանի վարչապետն է երրորդ անգամ ասենք, նայեք, խոփը ինչի է քարին դեմ առել, որովհետև դու երբ որ մտնում ես մի process-ի մեջ, որդեգրում ես մի քաղաքականություն, որը 150,000 անգամ ասել ենք, բարձրաձայնել ենք, խոսել ենք, վերլուծել ենք դրա մասին, ոչ միտեղ տանող ճանապարհ է։ Դու ուղղակի որդեգրել ես քո երկրի ապամոնտաժման քաղաքականությունը եւ տենց փուլ առ փուլ դրան շատ ավելի շատ ես մարդիկ չեն հասկանում, ինչ է նշանակում երկրի ապամոնտաժում։ Գնում են աշխատանքի, գալիս են աշխատավարձը ստանում են, պարգևավճարը ստանում են, գնում են արձակուրդ։ Ուր է այստեղ ապամոնտաժված երկիր պարոն։ Ոչի, հիմա տեսեք, մենք միասին ես էլ ձեր նման շատ անհամբեր եմ իմ բնավորությամբ, բայց աշխատում եմ ինչքան հնարավոր է այդ համբերատարությունը, որովհետև զզվել ենք արդեն ամեն ինչից, հասկանում եք, եւ մենք էլ ենք ուզում այդ ամեն ինչը տեսնենք, բայց պայքարը ինքնին այնպիսի հարց է նամանավանդ այս կուռ կառուցվածքի դեմ, որը իդեպ սկսել է արդեն ճաքեր տալ, որքան էլ որ դրանք չերևացող լինի, որքան էլ որ դու ասես որ մարդիկ է իջերանց համար գնում են աշխատանքի, պարգևավճար աշխատավարձ ստանում են, գալիս են, գնում են, ուրախանում են, հանգստանում են եւ այլն, խորքի մեջ այս երկիրը առածկական չի այդքան, հասկանում եք, որովհետև դու տնտեսական խոցելի շատ լուրջ կողմեր ունես, սոցիալական խոցելի շատ լուրջ խնդիրներ ունես եւ այս ամեն ինչը գնալով կուտակվում է։ Փաշինյանը թևակողել է հոգեվարքի փուլ։ Հիմա հոգեվարքը ինչքան երկար կարող է տևել, նորից եմ կրկնում, ամեն ինչ կախված է արդեն արտահայաստանյան որոշակի զարգացումներից։ Զարգացման մի էլեմենտ կախված չէ արտահայաստանյան։ Դե էդ էի ասում, որ Փաշինյանին հանճարեղ հաջողվել է այս ամեն ինչը էքսպորտ անել։ Դա չի նշանակում, որ ընդդիմությունը պետք է նստի սպասի, արտահայաստանյան ուժերը որոշեն Հայաստանի ճակատագիրը։ Երբ որ քո բախտը որոշում են այլևս ուրիշները, դա ամենավտանգավոր բանն է լինելու քո վաղվա օրվա։ Նախ ընդդիմությունը խեղճ չի, ես չեմ ընդունում դա, որովհետև եկեք այսպեսի մի բան ասեմ, էլի ձեզ։ Ընդդիմությունը միայն կուսակցությունները չեն։ Ընդդիմությունը նաև ընդդիմադիր հայացք ունեցող տասնյակ հազարավոր մարդիկ են, որոնք չանսացին, որոնք չվախեցան, որոնք լսեցին, ականջալուր եղան, որոնք հասկացան, իսկ ինչի հասկացան, որովհետև հարյուրավոր անգամներ այսպիսի ստուդիաներից, տարբեր քննարկումներից բարձրաձայնվեց, դուք միշտ ասում եք, այս խոսքը հասնում է արդյոք, թե չի հասնում։ Այդ խոսքերն են, որ ցենց երկար ժամանակ գնացել եւ հասել են մարդկանց ուղեղներ, ովքեր լռելի էին, առանց ավելորդ շարժումների, գնացին խելոք ժամերով հերթ կանգնեցին ընտրատեղամասերի մոտ եւ իրենց ձայնը տվեցին ոչ Նիկոլին։ Սա շատ կարևոր մի հանգամանք է, որի մասին բոլորը կարծես թե մոռացել են։ Եվ մեկ ուրիշ շատ կարևոր եւ առանցքային հանգամանք Աղավնի ջան, մեկը որևէ ձևով հանկարծ փորձ չանի ժողովրդին մեղադրի։ Բանկ մեղադրի։ Ժողովուրդը մի վարքյան, ժողովուրդը իր ձայնը գնացել է եւ իր պայքարը շարունակականության մեջ տվել է ոչ Նիկոլին։ Եկեք սա ֆիքսենք, սա շատ կարևոր մի հանգամանք։ Նիկոլ Փաշինյանին այդքան չարչրկված, որ մասնակցությունը ամենակարևոր էլեմենտն է լինելու այս ընտրություններին, իհարկե ցանկալի կլիներ, որ շատ ավելի մեծ լիներ այդ մասնակցությունը, բայց այնուամենայնիվ այդքան
անգամներ, որ բարձրաձայնված էր դրա մասին, փաստացի ցույց տրվեց, որ որքան բարձր է մասնակցությունը, այնքան շանսերը իշխանությունների ավելի պակաս են։ Վերջնարդյունքը 49%-ը դա 50+% չի, 49%-ը դա Նիկոլի ասած մենք 65% պիտի հավաքենք, չի հասկանում։ Նույնիսկ այդ պայմաններում, երբ որ ինքը բարձրաձայնում էր, իմա սիրելի եվրոպացիներ, էսա լինելու իմ թիվը, այն IRI-ը, որ տվել էր իր սոցիոլոգիական հարցումը 60 քանի տոկոս, 61 էր, 62% էր, բա ուր է այդ 61%-ը։ Ուր է այդ 62%-ը։ Այդ դեպքում էլ Նիկոլի ասած 65%-ը։ Դե հիմա բոլորս շունչներս պահած պիտի սպասենք, որ Նիկոլի այն սպառնալիքը, որ սեպտեմբերին պատերազմ կլինի, եթե ես 3 ասել է չեզոքացրել եմ այդ ռիսկը։ Խնդրեմ։ 3 ազգային ժողովում ասաց, ես չեզոքացրել եմ այդ ռիսկը։ Երկու բանական մարդ միասին նստած մեկնաբանում են այն ամեն ինչը, ինչ որ դուք ասում եք, մենք անընդհատ գնում ենք եւ մի ինգեք այդ ծուղակը։ Նորից եմ կրկնում, պիտի ձևավորվի զուգահեռ օրակարգ, որը պիտի քայլի զուգահեռ հնարավորության դեպքում նաև մեկ քայլ առաջ անպայման անի Նիկոլի ծրագրից։ Լավ, ասեք մանդատները վերցնեն թե չէ ու հաղորդումը դրանով երևի թե։ Տեսեք, շատ բան հարց եք տալիս։ Ես այդքան չեմ նեղայնացնի հարցը, վերցնեն թե չէ, նորից եմ ասում, կա տիտղոսային այլևս ընդդիմություն։ Նախ եկեք սպասենք, ես մեծ հույսեր իհարկե չեմ փայփայում, բայց այնուամենայնիվ կա process նաև իրավական։ Եկեք սպասենք համբերատար նաև թե ինչա լինելու սահմանադրական դատարանում։ Նիկոլ Փաշինյանի նշանակած դատավորներն են, ինչ պետք է լինի, պարոն Մելիքյան։ Միշտ դա ասել ենք, չէ, բայց ընդհանուր process-ներին եւ ընդհանուր քաղաքականությանը, որ դուք նայում եք, մեկ-մեկ շատ դեպքերում լինում է այնպես, որ բոլորը 100% համոզված են, բայց ստացվում է հակառակը։ Այսինքն միանշանակ պատասխան չունեք, եկեք միանշանակ, չէ, ես միանշանակ պատասխան չունեմ ճիշտը վերցնելն է թե ոչ։ Այդ շատ նեղ բան է, հասկանում եք, այն գլոբալը, այն մեծը, այն լայնը թողած, այտենց բերել հիմա անգել են վերցնենք մանդատները, թե չվերցնենք։ Այդ Շեքսպիրյան հաուչեն, թողեք մի կողմ եւ մի քիչ մտածեք ավելի գլոբալ, մի քիչ մտածեք ավելի լայն։ Եթե մանդատները վերցնելով դուք միայն նպաստելու եք այս գործի հաջողությանը, դուք միայն նպաստելու եք, որ որևէ հուսահատության նոր էլեմենտ կամ ապատիկ կամ դեպրեսիոն որևէ նոր էլեմենտ հանկարծ այս ժողովրդի մեջ չմտնի, եթե դա զուգահեռելու եք հստակ ռազմավարությամբ, ընդ որում արդեն ասացի, արտախորհրդարանական ուժերի միասնական, այսպես ասենք, ակցիաներով, նույնիսկ առանձին ակցիաներով, փոքր ակցիան էլ է ակցիա, հասկանում եք, բայց դու կարողանում ես այդ փոքր ակցիան սկսելով դա դարձնես շատ ավելի մեծ եւ այդպես ընդլայնես ու ընդլայնես։ Այստեղ համբերատարության եւ սառնասրտության գործիքը եւ շատ լուրջ հաշվենկատության գործիքը պիտի սկսի աշխատել։ Եթե դա լինելու է եւ մանդատավերցնումը զուգահեռվելու է շատ լուրջ դիմադրողական եւ բողոքի process-ներով, ուրեմն այո։ Եթե չեք վերցնում մանդատները, որքանով եք պատրաստ միասնական ճակատով եւ ինչպիսի ծրագիր կա, ինչպիսի ռազմավարություն կա, ինչպիսի մարտավարություն կա, որը շատ կարեւոր է այս երկու պարագայում, կարող ուրեմն չեք վերցնում մանդատները։ Այստեղ խնդիրը բարոյականության եւ անբարոյականության մեջ չի, այստեղ խնդիրը սառը հաշվարկի, ճիշտ քայլերի, պատրաստակամության եւ ամենակարևորը պատասխանատվության, որտեղ ընդդիմությունը պատասխանատվությունը կրում բոլոր այն ձայների համար 560 պլյուս 1000 ձայների համար, որ անցողիկ ընդդիմությանը տրվել է եւ այդ ձայները պաշտպանելու համար։ Եթե կա այդ պատրաստակամությունը եւ դա գործիք կհանդիսանա մանդատավերցնումն եմ ասում, գործիք կհանդիսանա հաջող արդյունքներ գրանցելու, ընդ որում այդ արդյունքները պետք է շատ երկարաժամկետ չլինեն, որովհետեւ երկարաժամկետի մեջ որքան էլ որ սխալներ կարող ես թույլ տալ, այնքան էլ շատ ճիշտ հաշվարկ պիտի կարողանաս անել։ Ես խոսում եմ առաջիկա շատ մոտ ապագայի զարգացումների մասին, հասկանում եք, որովհետև այնպես չի, որ վարչակազմն էլ ձեռքերը ծալած նստելու է, ինքը հնարավոր ամեն ինչ անելու է։ Հիմա
Աստված մի արածե, եթե ձերբակալությունների երկար շղթան պիտի շարունակվի, ինքը միայն չի բավարարվելու առաջնորդներով, ինքը գնալու է անընդհատ առաջ, ջարդելու է ուղղակի, փորձելու է ոչնչացնել։ Սա բերելու է արդյոք հակառակ էֆեկտը։ Որն է հակառակ էֆեկտը։ Հակառակ էֆեկտը հասարակության ցասումը եւ բանը ըմբոստությունը։ Չի բերի դա քաղաքացիական բախումների, որովհետեւ կա նաեւ նման վտանգ։ Տեսեք, ինքը ամեն ինչ կանի նաեւ որ տանի քաղաքացիական բախումների։ Դրա համար, եթե նկատեցիր, ես արդեն հիմա 4-րդ անգամ այդ սառնասիրտ բառը պիտի ասեմ եւ էմոցիաներից դուրս բառը, որքան էլ որ մենք բոլորս էմոցիաներով այսպես պայթյունի պատրաստ բան լինենք, հասկանում եք, այդ էմոցիաները, այդ ալիքը, այդ ալեկոծումը պիտի մաքսիմալ փորձել ներքև պահել։ Պիտի գնալ այնպիսի քայլերի, որոնք որևէ պարագայում չեն ստեղծի նման իրավիճակ, բախումների մասին, Աստված մի արած է, հիմա էլ էտա մնացել մի հատ էլ պակաս, որ հայը հային սկսի ջարդել, չի լինելու այդպիսի բան, եւ ես կարծում եմ, որ ընդդիմությունում դա հրաշք գիտակցում են։ Իսկ իշխանությունը այո ամեն ինչ պիտի անի, որ նման բախում ստանա։ Սադրիչ գործողություններից սկսած, վերջացած հատուկ հրահրման իրենց հնարավոր մեխանիզմներով, որ մշտապես արել են, եւ այս ատելությունը ինքը տանելով ավելի է խորացնելու, որովհետեւ խնդիրը նայեք, այս time out-ը, հա, ինքը մի քիչ time out-ի է նմանվում, մենք էլ կողքից ասում ենք, բա ինչի ոչ մի բան տեղի չի ունենում եւ տեսանելի չի։ Եթե մի բանը տեսանելի չի նշանակում, որ գործընթաց չկա։ Այնուամենայնիվ ես կարծում եմ եւ ուզում եմ հավատալ, որ այդ բանակցությունները անպայման տեղի են ունենում, ոչ թե տենց ամեն մեկը իր սենյակում տենց դիմադիր կեցվածքով նստած է ու քայլեր չի անում։ Եվ այստեղ շատ կարևոր է հաշվարկը, որպեսի հանկարծ որևիցե սխալ չլինի։ Իրար լսելու ունակությունը, որովհետև որքան էլ որ շատ լինեն այդ սեղանի շուրջ, փորձը ցույց է տալիս, որ այնուամենայնիվ բախվում են այդ հայացքները եւ ամբիցիաները, որը հայկական հիվանդության մի մաս է, հա, մենք շատ ամբիցիոզ եւ շատ մեծամիտ ենք շատ դեպքերում, այդ ամեն ինչը պիտի ջարդուփշուր արվի եւ թողնվի մի կողմ։ Այստեղ անձերի խնդիր չի։ Հասկանում եք, մենք ցավալիորեն միշտ բերում ենք հարցը նեղայնացնում ենք անձերի մեջ։ Այո, անձերը կարևոր են, բայց միայն դա չի, որովհետև այստեղ արդեն զոհասեղանին դրված է ոչ միայն ամբողջ ժողովրդի ճակատագիր, այլ Հայաստանի գոյությունը։ Այս գիտակցությամբ, եթե մենք կարողանանք առաջ շարժվել, ես միանշանակ համոզում ունեմ, որովհետև այդ պոտենցիալը կա, այդ մարդիկ էլ կան, այդ ուղեղներն էլ կան, ովքեր իսկապես կարող են շատ հանգիստ պայմաններում, բայց դանդաղ շտապելով հարցը իսկապես բերել մի այնպիսի կետի, որ քայլերի հաջորդականության արդյունքում իրանք կստանան արդյունք։ Շնորհակալ։ Դրական։ Հարգելի հետևորդներ, հիշեցնեմ, զրուցակիցս Վահագն Մելիքյանն էր, այսքանը կհանդիպենք վաղը։